Մոռացի, որ մենք թշնամիներ ենք կամ ատում ենք իրար ու ինձ լսի։ Հիմար կլինես, որ նորոյին ասես իմ հաղորդագրության մասին։ Ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու, Մագդա։ Խնդրում եմ, արի հանդիպենք։ Մարդաշատ տեղում, եթե վախենում ես, կամ ձեր տան մոտ, մի խոսքով ցանկացած տեղ։ Հավատա, այս այնքան կարևոր բան է, որ հետո շնորհակալություն ես ինձ ասելու։ Քեզ խաբել են, Մագդա, ու ես ուզում եմ քեզ ճիշտը ասել։ Մագդա, ինչ ա եղել։ Ով էր Մագդա։ Այդ հիմա կարևոր չի, Էլիզենք մեզ են սպասում։ Այսինքն կարևոր չի ու դու սաս լարվել ես, հա։ Նորը ընդամենը Արշակը հարցնում էր, երբ ենք տուն գնալու, վերցրա ստուգի։ Չես ստուգում։ Չէ, դրա կարիքը չկա։ Ուղղակի ես անհանգստացա, այդքան բան։ Երևի ուղղակի շոկի մեջ եմ։ Դու կյանքում կհավատայիր, որ ես ու Էլիզը կարանք հանգիստ խոսանք։ Փոխանակ ես շոկի մեջ լինեմ, դու ես ընկել։ Դե ինձ թվում է մենք վերջապես անցյալի էջը փակում ենք ու ես իրոք դրա համար շատ ուրախ եմ։ Ես էլ։ Դե արի գնանք, իրոք մեզ են սպասում։ Արշակ, հասկանում ես, այս ամեն ինչը սխալ է։ Ինչի ես սենց անում։ Չես կարողանում չտանջես ոչ քեզ, ոչ էլ ինձ։ Իսկ ով այդ անտեր ճիշտն ու սխալը որոշում։ Ով ասում ում սերնա ճիշտ, ումը չէ։ Մարդիկ նստած կշռում են ուրիշի կյանքը։ Բայց երբ որ հերթը հասնում է իրանց, հեշտ որոշումներ չեն կայացնում։ Լանա, այս կյանքը օրենք չի, որ հոտված ունենա։ Դատավճիռ չի, որ մի օրում կայացվի։ Այս կյանքը ցավով, տառապանքով, կորուստով անցած ճանապարհ է։ Ու ամեն մարդ մենակ անցնում այդ ճանապարհը։ Հա։ Ուղղակի այդ ճանապարհին հանդիպում են մարդիկ, որոնք ավելի կարևոր են դառնում, քան դու ինքդ։ Ուղղակի այդ ճանապարհին լինում են մարդիկ, որոնց երջանկության համար քո սեփականը ուզում ես զոհել։ Էդ էլ է սիրո դրսևորում, Արշակ։ Ես չեմ պատկերացնում, որ Մագդան իմանա իմ ով լինելու մասին, ու ես ուղղակի չեմ ուզում տեսնեմ այդ տեսարանը, թե ինքը ոնց կվերաբերի։ Ես պատրաստ չեմ տեսնել, թե իմ երեխան եւս մեկ անգամ ոնց է տառապում իմ պատճառով։ Չի ստացվում էլի, չի ստացվում։ Իմ մոտս սիրային հարցերը միշտ սխալ մարդկանց հետ են ծնվում։ Ինդ էլ իմ ճակատագիրն է։ Լավ, արի ես քեզ տուն կճանապարհեմ ու դու դրանից հետո ոչ իմ մասին կլսես, ոչ էլ կիմանաս։ Ու մի բան էլ, ես ես ամեն ինչ անում եմ, որ դու հանկարծ չմտածես, որ Մագդան իմ համար կարևոր չի։ Բայց իմացի, ես կյանքում ամեն ինչը հնարավոր է, եթե ցանկություն ունենաս։ Մագդա 2 րոպեից տաքսին կհասնի։ Էլիզ, բայց խոստացի, որ էլի իրար հետ դուրս կգանք։ Խոսք եմ տալիս, մենք շատ ավելի հաճախ ենք հանդիպելու։ Էլիզ, դու իրոք ինձ այդքան շատ ես սիրում։ Արև, դու իմ փոքր քուրիկն ես։ Մենք քուրիկներ ենք, ոնց կարա մեծ քուրի իր ամենափոքր հրաշքին չսիրի շատ։ Այսօր ես կյանքում չեմ մոռանալու։ Արևս տաքսին հասավ, արի գնացինք։ Էլիզ նորոն ճիշտ էր ասում, դու իրոք շատ բարի սիրտ ունես։ Դու էլ։ Հաճելի էր հետդ շփվելը։ Ես հույս ունեմ այսպիսի հանդիպումներ շատ կունենանք։
Լսես։ Մենք էլ գնանք տուն։ Հա, Թեյ խմենք, ծուր տա։ հա, գնանք։ Գնացինք։ Ես գիտեմ, դու հիմա մտածում ես, որ ես քեզ նորից հանդիպման եմ կանչում Նորոյի մասին խոսելու համար։ Բայց չէ։ Այս անգամ թեման դու ես ու քո սուտ ու սխալ կյանքը։ Ինձ որ լսես հանդիպման կգաս Մագդա։ Ապրես։ Ալինայի հետ խոսացել ես, ոնց է, զանգեցի չպատասխանեց։ Խոսացել եմ։ Ասաց, որ սեմինարի է գնում, դրա համար էլ չի պատասխանել։ Լավ, ամեն ինչ նորմալ կազմակերպված է։ Դե լավ է, թող ծրվի կտրվի ես իրականությունից։ Ինչով Ալինաս հետ գա, ամեն ինչ արդեն կարգավորված կլինի։ Ապրես, որ փորձում ես ամեն ինչ հասկանաս։ Նոր, ես որ հիշում եմ Արևին ոնց եմ վերաբերվել, լացս գալիս է։ Ես ոնց կարա այդքան վատ տրամադրված լինեի, ոնց կարա այդքան մեղադրեի, ախր ինքը ինքան անմեղ է, Նոր։ Կարևորը այն է, որ դու քո սխալը հասկացել ես։ Հա, բայց այդ սխալս հասկանալը մեղքի զգացումը չի թեթևացնում։ Այ որ կարողանաս անցյալի բեռից ազատվես, էլ չմտածես ավելի թեթևացած կզգաս քեզ։ Դες ինչքան լավ ստացվեց քո ու Մագդայի շփումը։ Վատա որ քո մեջ ատելություն, չարություն չես բահում, որ կարողանում ես մարդկանց հետ շփվես առանց վեճերի։ Վատա։ Ես Արևին շատ եմ նեղացրել, որ հիշում եմ լացս գալիս է։ Ես պիտի ամեն ինչ անեմ, որ ինքը միշտ շփտա։ Էլիս, մի բան եմ ուզում քեզ հարցնեմ։ Մենակ ճիշտը կասես։ Այլ չես հավատում, չէ՞ բաբկենի խոսքերին։ Չես թողում, չէ՞, որ ինչ ուզենա լցնի ուղեղդ։ Ես գիտեմ, դու հիմա մտածում ես, որ ես քեզ նորից հանդիպման եմ կանչում Նորոյի մասին խոսելու համար։ Բայց չէ։ Այս անգամ թեման դու ես ու քո սուտ ու սխալ կյանքը։ Ինձ որ լսես հանդիպման կգաս Մագդա։ Հասմիկ, ես ասել եմ, չէ՞ քեզ, որ քո հետ չեմ հանդիպելու։ Ես ոչ ուզում եմ քեզ լսել, ոչ էլ տեսնել։ Ու ընդհանրապես դու ով ես, որ ես քո հետ իմ կյանքը քննարկեմ։ Աշխատի քեզ քո սահմաններում պահես ու այս համարի մասին մոռացի։ Հասմիկ, ես ասել եմ, չէ՞ քեզ, որ քո հետ չեմ հանդիպելու։ Ես ոչ ուզում եմ քեզ լսել, ոչ էլ տեսնել։ Ու ընդհանրապես դու ով ես, որ ես քո հետ իմ կյանքը քննարկեմ։ Աշխատի քեզ քո սահմաններում պահես ու այս համարի մասին մոռացի։ Լավ, ոնց կուզես։ Կորցնողը դու ես Մագդա։ Բայց իմացի, որ ես քո մասին նենց բան գիտեմ, որ երբ ուզեմ կարամ կյանքդ փչացնեմ։ Ես այս պահից սկսելու եմ գործել, այդ իմացի։ Բալես ոնց անցավ օրդ։ Լավ ժամանակ անցկացրեցիք։ Հա, շատ լավ ժամանակ անցկացրինք։ Մագդան ու Նորոն էլ մեզ միացան։ Խաղացինք, համով բաներ կերանք։ Իսկ Մագդան ու Էլիզը նորմալ շփվեցին իրար հետ։ Հա, նույնիսկ մի թմից խաղացին իրանք։ Բայց ես այդպես էլ չհասկացա։ Ինչի մաման թողեց իր մյուս երեխեքին։
Ախր մամաները չեն սիրում իրենց երեխաներին։ Բայց ով ասել, որ Շուշանը չի սիրում իր երեխեքին։ Գիտես, Ամերիկա գալուց ինչքան է լացել ու կարոտել։ Բա ինչի է թողել։ Քո համար։ Իմ։ Բայց ես այդ ժամանակ չէի ծնվել, չէ՞։ Հա, բայց դու արդեն կայր ու մամատ պետքա քեզ ունենար։ Գիտես, մամատ ամեն ինչ թողեց տանջվելով ապրեց, որ դու լույս աշխարհ գաս։ Գաս ու փոխես իմ կյանքը։ Որ ես էլ զգամ, թե ինչ է նշանակում ծնող լինելը։ Փաստորեն ամեն ինչ անում ես, որ հավատաս, բայց հոգուտ խորքում դեռ կասկածներ ունես։ Կլինի չխոսանք այս մասին։ Խնդրում եմ։ Չէ, չի լինի, Էլիս։ Ես ուղղակի ուզում հասկանամ քեզ։ Ուզում հասկանամ ոնց ես միջև հիմա այդ օդից կախված խոսքերին հավատում։ Այսքանից հետո։ Լավ, դու չես ուզում Էդոյի հետ հաշտվես։ Չես ուզում, որ այդ տղեն հասկանա, որ քո սրտի փոխարեն քար չի, հա։ Ուզում եմ։ Մենակ իմանաս, թե ինչքան եմ ուզում նոր։ Բայց ինչ անեմ։ Կասկածներս ինձ հանգիստ չեն թողնում նորը։ Այսօր էլ Մագդայի հետ խոսում էի ու ականջներիս մեջ իմ մամայի վերջին հեռախոսազանգներ։ Իսկ ուղեղումս պապայի խոսքերը։ Նոր ես ամեն ինչ կանեմ, որ իմ կասկածները նորից չպորտկան։ Հա ինչքան էլ դժվար լինի, ես կշարունակեմ լռել։ Կլռեմ հանուն Արևի, հանուն Էդոյի ու ամենակարևորը հանուն քեզ։ Մաման Նորոյին, Էլիզին ու Ալինային շատ է սիրել ու իր կյանքի վերջին րոպեներին էլ անընդհատ իրանց անուններ տալիս։ Գիտես, մենք հեշտ կյանքով չենք ապրել, բալես։ Դու հիմա փոքր ես ու չես հասկանա, թե ինչ եմ ասում։ Բայց հենց մեծանաս անպայման կհասկանաս։ Այսինքն մաման ինձ է ընտրել։ Երևի դրա համար էլ Ալինան նեղացած էր։ Չէ, Գանց, մաման ոչ մեկին չի ընտրել։ Ինքը բոլորին հավասար սիրում էր։ Ինքը իմ հետ եկավ Ամերիկա, որ դու ծնվես։ Մենք տենց էինք որոշել, որ քո ծնվելուց հետո մաման պետքա վերադառնար իր բալիկների մոտ։ Բայց ճակատագիրը ուրիշ բաներ պատրաստել մեր համար ու մենք տենց էլ չհասկացանք, թե ինչ կատարվեց։ Մաման շատ է կարոտել նորից։ Երևի հենց դրա համար էլ չի դիմացել։ Դու իմ լույսն ես, գիտես։ Պապ, խոստացի, որ միշտ կօգնես իմ քուրիկներին ու իմ աղբորը։ Գանց, ես այդ ամեն ինչը քո մամային եմ խոստացել ու անում եմ։ Ոչինչ, ինձ էլ խոստացի։ Խոստանում եմ։ Ես իրանց շատ եմ սիրում։ Լավ, ոնց կուզես։ Կորցնողը դու ես, Մագդա։ Բայց իմացի, որ ես քո մասին նենց բան գիտեմ, որ երբ ուզեմ կարամ կյանքդ փչացնեմ։ Ես այս պահից սկսելու եմ գործել, էդ իմացի։ Չեմ գնալու։ Ինքը ոչ մի բան էլ չգիտի, ոչ մի բան էլ չկա, որ ինքը իմանա։
Բա ինչի ներս չեկար, համել Էդոին կտեսնեիր։ Ես վաղն էլ Էդոին կտեսնեմ։ Եկել եմ, որ քեզ բարի գիշեր ասեմ։ Նորո գժվել ես, այս ժամից տեղ ես հասել, որ ինձ բարի գիշեր ասես, կզանգեիր ուղակի։ Որ չգայի։ Ես ոնց էի անելու, կասես։ Հետո տեսնում ես ամեն ինչ կարգավորվում արդեն։ Դու ու Էլիզը իրար հետ լեզու եք գտել, շփվում եք։ Բայց տատիկդ ինձ մեկա չի ընդունելու։ Ես վստահ եմ, երբ որ քո հետ ծանոթանա, քեզ լավ իմանա, հաստատ կարծիքը կփոխի։ Չէ, նորո հաստատ չէ։ Եթե դու ինձ խնդրելու ես ես ծանոթանամ, Հանգստացի։ Ես ոչ մի բան չեմ պատրաստվում քեզ խնդրեմ։ Ուղղակի ուզում եմ, որ դու իմանաս։ Ես ոնց էի ասում, որ Էլիզը լավ մարդ է։ Նույն ձև էլ տատիս է։ Մի բան էլ ավել։ Տատիս է մեզ պահել ու մեծացրել։ Ինքն է հոգ տարել մեր մասին։ Ու ես մի անգամ չեմ տեսել, որ տատիս բողոքի կամ ված զգա իրան։ Պատկերացնում ես այդ տարիքին ամբողջ գիշեր չի քնել, Ալինայա քնացրել։ ես հասկանում եմ ու հավատա չեմ էլ կասկածում։ Քո տատիկը այն մարդկանցից է, որ ուղակի կարելի է գլխի վրա դնել ու ման տալ։ Բայց մեկ է, մեր հարաբերությունները չեն փոխվելու, որովհետև ինքը քո տատիկն է, քո պապայի մաման է, իր աչքերում իմ աղբերը միշտ մեղավոր է ու հետևաբար ես էլ եմ միշտ մեղավոր։ Լավ, Գանձես, արի ես ամեն ինչ շարունակենք։ Ես վստահ եմ, որ տատիս ուշ թե շուտ մեր հարաբերությունները ընդունելու է։ Այ կտեսնես։ Տատիս իմ համար միշտ ամեն ինչ արել է, ես էլ կանի։ Երես են տվել էլի։ Կա տենց բան։ Լավ, դե դու հիմա գնա տուն ցորտա չմրսես, լավ, ես էլ գնամ։ Դե լավ, բարի գիշեր, ես գնացի։ Բարի գիշեր։ Ալո, Հոգնած չէիր։ չէ, Չի ուզում խանգարեի, կներես, ուղղակի ուզում էի իմանայի ոնց ես։ լավ եմ, Կարևորը որ լավ ես։ Բարի գիշեր։ բա դու ոնց ես։ Լավ եմ։ Երևի լավ եմ։ Ինչի երևի։ Ինձ չի թվում, որ քեզ հետաքրքիր է։ Արի ձևական մասը չապահովենք էլի։ Այդ ավելի ցավոտ է։ Լավ մնա։ Բա այսօր էիր գնացել, ինչի ուշացար։ Օֆիսում էի, ինչքան ժամանակա չէի գնացել։ Ամեն ինչ նորմալ էր։ Հա, մարդիկ շատ լավ աշխատում են։ Կարողա սոված ես, կուզես հաց դնեմ ուտես։ Չէ, ապրես, դու գնա հանգստացի։
Արշակ, բայց զգում եմ, որ անտրամադիր ես։ Ինչ որ բան ա եղել։ Չէ, Մագդա, ուղղակի հոգնած եմ։ Դու հաստատ օֆիս էիր գնացել։ Հա, ինչի։ Չէ, ուղղակի։ Լավ Արշակ, այդ օй դեղերի ժամն ա, ես գնամ դեղերը տամ։ Ինքան լավ աստեղ ամեն ինչ անցնում, որ ինձ մնար ես Դիլիջանում միշտ կապրեմ։ Բա որ ասում էի, դու էլ չէիր ուզում գնայիր։ Տեսա՞ր ինչ լավ է անցնում։ Դե հա, բայց դենց չի նորը, որ ես իմ իմացածի մասին ստեղ ընդհանրապես չեմ մտածում։ Ոչ արևը, ոչ էլ իրա պապան մտքիցս դուրս չեն գալիս։ Ալին, գիտես, Արևն էլ է իմացել, որ մեր քույրն է։ Լուրջ։ Ով է ասել իրան։ Ես եմ ասել գանձս։ Ու արևը լրիվ քո հակառակ ռեակցիան տվեց։ Այնքան ուրախացավ, չես պատկերացնի։ Քիչ էր մնում պարեր։ Արևը քեզ շատ է սիրում, շատ, անընդհատ քո անունն է տալիս։ Ալին, հիշում ես, որ ասում էի կամաց պիտի կապդ կտրես արևից։ Սխալ էի ասում։ Կներես, որ քեզ այդքան սխալ խորհուրդ եմ տվել։ Էլիս։ Հա։ Իմ սխալը չկրկնես, Ալինա։ Ինքը մեղավոր չի, ու արևը իրոք քեզ շատ է սիրում։ Այս խմի, որ գիշերը ցավեր չունենաս, բժիշկն է նշանակել։ Ինչ որ բան է եղել։ Մի տեսակ ես։ Կարող է վիճելեք։ Չէ։ Արշակը մի քիչ առաջ տուն եկավ։ Կարող է նա եղվել այսօր շատ ունեկել։ Ոչինչ դե լավ, արդեն մեծ տղա է։ Չէ, դու։ Նեղվում եմ, որ ինձ խափում ասում է օֆիսում է, բայց իրականում ուրիշի հետ է։ Դու ինչ գիտես։ Վրայից Լանայի օծանելիքի հոտն էր գալիս։ Ու ես չեմ կարա այդ հոտը շփոթեմ։ Շատ ես տրամադրվել, Մագդա։ Ես քեզ ասում եմ, հաստատ իրար հետ են եղել։ Հա, լավ, ասենք թե իրար հետ են եղել, հետո ինչ։ Հետո եմ, որ իմ աղբերը չի կարա դրա նմանի հետ շփվի։ Մագդա, իսկ կլինի ավելորդ անգամ Արշակի կյանքը չբարդացնես։ Առանց այդ էլ այդ մարդու կյանքը չի ստացվել։ Շուշանի հետ հարաբերությունների ժամանակ նորայինք են դեմ։ Հիմա նույն բանը դու ես անում, հա։ Փոխանակ նենց անես, որ աղբերդ երկրորդ անգամ նույնը չզգա, չապրի, հակառակն ես անում։ Չես հասկանում, որ Արշակի կողքին չի կարա Լանան լինի։ Ես այդ մարդուն չեմ վստահում։ Ու ով գիտի, կարող է ինքը Արշակի հետ իր փողերի համար է շփվում։ Թե չէ ինչ սեր։ Այդ տիպի մարդիկ չգիտեն սերը ինչ բան է։ Իրանց մենակ շահն է հետաքրքրում։ Չէ, Մագդա չեղավ։ Մի քիչ հանդարտվի։ Լանան այդքան էլ վատը չի։ Հիմա էլ մնացել էր դու ստեղ Լանայի գովքը անեիր։ Լավ, երբ եք հասկանալու, որ այդ մարդը մեզ ավելի շատ վատություն է արել, քան լավություն։ Կարելի է։ Արի։ Մտածում կարող է Ալինային պետք չէր ասել, որ Արևը գիտի։ Իսկ ես մտածում շատ էլ ճիշտ արեցինք։
Թող իմանա, որ գալու է քաղաք ու սկսան շփվել Արևի հետ։ Դա էլ ես ճիշտ ասում։ Արես ինչ անմամ չեմ կարող ուղեղը սանջատեմ։ Անընդհատ խառը մտքեր ա գալիս։ Ինձ թվում է չեմ կարողանալու գնալ։ Այ, որ քեզ գրկեմ, ինձ թվում է կարող է կարողանալ։ Ինչքան ժամանակը իրար հետ ջերմ չեն եղել։ Հիմա որ արդեն ամեն ինչ նորմալ է, հասկանում եմ, թե մի քանի օր առաջ ես ինչքան մենակ էի։ Ու հիմա ինչքան մենակ չեմ։ Արև ինչ լավ է քնած չէիր։ Ինչի՞։ Դե հասկանանք Էդոյի ու Էլիզի համար ինչ ենք անելու։ Մտքեր չունես։ Չգիտեմ ինչ անենք, որ վերջապես հաշտվեն ու նորից չկռվեն, այս անգամ էլ թե չէ մենք ենք մեղավոր դուրս գալու։ Թե ես կարամ Էլիզին ասեմ ինձ նորից ինչ-որ տեղ տանի։ Մեկը ինքը ինձ խոստացել է, բայց մնում է դու Էդոյին համոզես։ Կազմակերպելը հեշտ է, բայց պետք է նենց կազմակերպենք, որ չհաշտվելու տարբերակ չունենան։ Դու տենց էիր ուզում, չէ՞։ Արև փաստորեն սենց հարցերում դու ինձնից լավ ես, հա գլուխ անում։ Զարմանում ես, Մագդա ջան։ Քո ու Նորոյի փորձը ինձ լավ էլ հերիք էր։ Ասում եմ կարող է ինչ-որ ռոմանտիկ բան կազմակերպենք։ Մագդա, բայց չմոռանաս, որ եթե ես էլ չօգնած, իրանք հասկանալու են, որ մենք ենք կազմակերպել։ Ճիշտ ես ասում։ Ուրեմն պետքա նենց բան անենք, որ մտածեն այս անգամ պատահականությունը։ Բայց Էլիզը շատ կռվարարա է, հեշտությամբ չի հաշտվելու։ Էդոն էլ շատ ջղայնացած է։ Լավ, բա ինչ անենք։ Ինձ որ լսեք, ոչ մի բան էլ չեք անի։ Բայց ինչի։ Հա էլի պապ, ինչի։ Չես ուզում, որ հաշտվեն։ Չէ, բալես շատ եմ ուզում, որ հաշտվեն, բայց իրանք մեծ մարդիկ են ու գիտեն, թե ինչ են անում։ Ձեր ինչ գործն է ուրիշի հարաբերությունների մեջ մտնեք։ Հա որ մեծ են ինչ։ Ոչ մի բան չեն հասկանում։ Չգիտեմ, որ եթե իրար սիրում են, պետք է ամել ներեն։ Էդ էլ հո դու ես ասել ինձ, չէ՞ պապ։ Բալես արագ, սուրճը խմենք, որ միասին տեղ ունենք գնալու։ Ուր պիտի գնանք։ Հիշում ես, որ ասում էի տունը ուզում եմ Նորոյիս անունով անվանափոխեմ, այդ գործերով ենք դուրս գալու։ Տատի լավ էլի։ Դե բա բալես մեծ կին եմ արդեն, ինչ ասես կարա լինի։ Անեմ ու հանգիստ խղճով ապրեմ։ Ես ոնց եմ ներվային անում, որ դու սենց բաներ ես խոսում։ Կյանքա բալես, ես արդեն իմ կյանքի մեծ մասն ապրել եմ։ Լավ, կատակ եմ անում, դրա համար չի, որ գնում ենք։ Աղբերը շուտով ամուսնանալու է, ընտանիքա կազմելու։ Ուզում եմ վստահ լինի, որ իր գլխին տանիք ունի, 4 պատ ունի, ինչքան էլ որ դեմ եմ իր ընտրությանը։ Կարևորը ինքը վստահ լինի։ Արշակ կարանք խոսանք։ Լույսը նոր է բացվել, բայց արդեն ինչ-որ բան ա եղել։ Ես երեք գիշերվանից էի ուզում խոսայի։ Ուղղակի տրամադրված չէի, որ ասեի։ Ու ինչ ա եղել գիշերը։ Ես գիտեմ, որ դու օֆիսում չես եղել։ Ու գիտեմ, որ դու Լանայի հետ ես եղել։ Էսա։ Հետս կմտնես, թե կսպասես դրսում։ Չէ, ես երևի սպասամ, երկար կտևի։ Չգիտեմ, եթե հերթ չլինի, չեմ կարծում երկար տևի։ Դե դու գնա արի, ես էստեղ եմ։ Լավ։
Արշակ ես ոչ վիճելու եմ, ոչ էլ ինչ-որ բան եմ ասելու։ Էս քո կյանքն է, ու որոշումների տերն էլ մենակ դու ես։ Ինչ ասեմ, եթե քեզ թվում է, որ Լանան այն մարդն է, ով պետքա քո կողքին լինի, ուրեմն երջանիկ եղի կյանքդ կառուցի։ Ու ես չեմ էլ նեղվի, որ դու քեզ վատ չզգաս։ Մագդալսի։ Արշակ ես իրավունք չունեմ քո կյանքին խառնվելու, որովհետև էս քո որոշումն է։ Ուղղակի իմացի, որ ես քո համար անհանգստանում եմ։ Բայց մեկ է, հանուն քեզ ես պատրաստ եմ Լանային էլ ընդունել ու կուլ գնալ։ Դու սխալ ես հասկացել, Մագդա։ Հա, ես ու Լանան գիշերը միասին ենք եղել։ Բայց այդ հանդիպումը մեր հարաբերությունների վերջն է եղել։ Փաստորեն դրա համար էիր երեք այդքան տխուր։ Արշակ ես իրոք չեմ ուզում, որ դու քո երջանկությունը իմ համար կորցնես։ Ես չեմ ուզում դու կուլ գնաս ինձ ու իմ կապրիզներին։ Հա, դու լավ գիտես, ես Լանային չեմ սիրում, բայց ես ինձ դրանից երբեք լավ չեմ զգա։ Հանուն քեզ ես պատրաստ եմ վստահել ու հավատալ քո բոլոր որոշումներին։ Իսկ ես չեմ ուզում, որ դու հանուն ինձ հանդուրժես Լանային։ Ես ուզում եմ, որ դու իրան ընդունես ու ներես։ Մոռանաս այն ինչ որ եղել է։ Մագդա, հավատա, Լանան մեղավոր չի։ Լանան միշտ պաշտպանել է քեզ։ Խնդրում եմ փակի այս թեման։ Դու լավ գիտես, որ ես իրան չեմ հավատալու ու չեմ վստահելու։ Ու դու ոնց ես ինձ երջանկություն ցանկանում են մարդու հետ, որին տանել չես կարողանում։ Որովհետև ոնց ես իրավունք ունեմ իմ կյանքը դասավորելու, տենց էլ դու։ Ոստեղ իմ կարծիքը չի, որ կարևոր է։ Ստեղ մենակ քո զգացմունքներն են կարևոր։ Նորո ջան, լավագոնը դու եկար։ Տես, ինձ գործը սկսելու համար վերջին պայմանագրերի հաստատված տարբերակներն են պետք։ Հասկացա, աղբերս, բայց Էդոն այսօր չի գալու, մի քիչ պետք է սպասես։ Առանց էդ էլ 3 օր կորցրել ենք, սպասել չենք կարող։ Հասկացա։ Ես հիմա Էդոյի աշխատասենյակում կնայեմ, եթե գտա կուղարկեմ քեզ։ Անցած շաբաթվա ամսաթվերով պետք է նայեմ, չէ՞։ Ահա։ Լավ։ Դա տարեցիր գործերդ։ Ստացվեց։ Տատ ինչ ա եղել։ Բան ա եղել։ Տատի խոսա։ Տատ լավ չես։ Տատի։ Տատ խոսա ինչ ա եղել։ Ինչ ասեցին, չեմ հասկանում։ Դե արի ես կան փաստաթղթերի մեջ այդ թուղթը գետի։